dil xoruz. Asım dil xorçu. Tamam çe düz naxe dil xoruz. Asalım pamir soram si kanesne. Tamam november ettasına. Asalım sor imtana zorsa. Akpolutun ten adam tasma. Kilmi boş harper. Kilmi boş harperim tamam bunu bir yere. Bunu istiyorum morto baştom istekni tamiz. Yine pürümük morton pozisyon maşum xaravatsanım. Aramda tayzevi kalaçon likör. Tasma tırma soru çın havrını. Az nu çammasım. Yes 40 bin ösel çıtaysın sotasın. Lavnel kasim pesnel kasim. Keçən 1 il 11 ay. Yəni 97. Անցած մի տարի եւ 11 ամսում 1997-ից մինչեւ 99 ես ամբողջ կյանքս ոչնչացրի, կործանեցի ջահելությունս։ Էսա կանատարիա եկած հալայս 5000 պեն պատմար։ 5000։ Ուզում եմ չմնաս գցին։ Երբ 1993 թվականին իմ ղեկավարությունը ինձ կանչեց եւ ասաց, որ պիտի զբաղվեմ ռազմագերիների հարցերով, ես պատասխանեցի, որ այդ ոլորտն ինձ անծանոթ է, որ ես այդ հարցերով երբեք չեմ զբաղվել։ Իմ անմիջական պետը փաստարկեց, որ ծագումով Բաքվից ես, ապրել ես այնտեղ, լավ գիտես ադրբեջաներեն, քաջատեղյակ ես ադրբեջանցիների բնավորությանը, նրանց սովորույթներին։ Այսինքն ըստ նրա ինձ համար ավելի հեշտ կլիներ ընդհանուր լեզու գտնել, կապեր հաստատել։ Ինձ համար դժվար էր այդ աշխատանքով զբաղվելը նաև այն պատճառով, որ ես ծագումով Քելբաջարից եմ, եւ իմ բոլոր ազգականները հարկադրաբար տեղահանվածներ են։ Ես մտածեցի, որ հայերի հետ իմ կապերը, Հայաստան կատարվելիք այցելությունները վրդովմունքի տեղիք կտան իմ ազգականներին։ Ես չեմ աշխատել այնտեղի հայերի հետ, այլ աշխատել եմ այստեղի ադրբեջանցիների հետ, թեև փոխանակում էի հայերին, մեր տղաներին։ Դե ասենք կին է մահացել, հիվանդացել է ու մահացել։ Ինձ մոտ այն զգացողությունն էր, որ այնտեղ եւս հայերից որևէ մեկը մահացել է։ Չգիտես ինչու ինձ մոտ միշտ այդ զգացողությունը կար, որ այն ինչ կատարվում է այստեղ, անպայման այնտեղ էլ գերության մեջ կատարվում է։ Ես միջազգային աշխատանքային խմբում ներգրավվեցի 2000 թվականին։ Այն ժամանակ Բաքվում էր գտնվում այդ խմբի համանախագահ Բեռնարդ Կլաուզենը, եւ նա ինձ հանդիպման հրավիրեց, որտեղ էլ առաջարկեց դառնալ այդ խմբի համակարգողը Ադրբեջանում։ Ինձ թվում էր, որ դա շատ դժվար աշխատանք է լինելու, քանի որ ես այնքան էլ լավ չէի պատկերացնում այն։ Ես իրավապաշտպան էի։ Ինքս ինձ փորձել եմ տարբեր ոլորտներում, բայց այս ոլորտում լուրջ գործնական աշխատանքի փորձ չունեի։ Փաստորեն մենք այս ճանապարհով գերիներին մեքենաներով բերում էինք։ Նրանք հույսով նայում էին ճանապարհին, շուրջ բոլորն էին զննում։ Այսինքն սա, ահա այս ճանապարհը, վերջին թելն էր, որ նրանց կապում էր այնտեղի հետ, որտեղ գտնվել էին։ Դե գերությունը առողջարան չէ, այն մղձավանջ է։ Այդպիսին է բոլոր դեպքերում էլ, ցանկացած գերություն, ցանկացած երկրում։ Ինձ միշտ էլ հետաքրքրում էր սա։ Ահա կանգնած է մարդը Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքում։ Մի քանի քայլ ու նա կհայտնվի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Երբեմն նայում ես նրանց ու մտածում, ով է այս ամենը հնարել, ում է սա պետք։ Վերջին հաշվով հողը մեկն է։ Շփման գիծն այստեղ էր, բայց հիմա բավականին առաջ է։ Իսկ այն ժամանակ մոտավորապես այստեղ էր։ Քննարկում էինք, թե քանի թիկնապահ պիտի լինի։ Ձգտում էինք, որ 2-ից մինչև 5 հոգի լինեն, ոչ ավել։ Ասենք 3-4 մարդ։ Մենք դուրս էինք գալիս առանց զենքի։ Հրաման էինք տալիս, բերում էին մարդկանց, դրանից հետո փոխանակում էինք նրանց։ 1992-ին Բենիկը որդու հետ Մարտունուց գնում էր դեպի Ֆիզուլի։ Ճակատային գիծն այն ժամանակ անընդհատ փոփոխվում էր։ Նրանք հայտնվեցին Չեզոք գոտում եւ գերի ընկան։ Մեկ էլ տեսա ինչ։ Հայ, թրող բխոց։ Ես մեքենայի կողքին կանգնած, արդեն ընկա շրջափակման մեջ։ Այնց մոտկա թե մաշինստեմ դի ժամանակ չկա փախչես։ Ձերը ասես բարձրացրի, բայց այն ժամանակ am հետևից բլոկադու գլխի սխպեցին։ Իմ որ գլխի սխպալն, դասալ էդոն տենա վաստալակա թազմա, պապային սպանում, թո պապան սաղմոնա։ Հետո տարան իրեն շտաբը, Քուրդ Մահմուդլու,
Դարան քյուրմամալու դեսարտները ԿԿԲ-ից բենից ամեն տեղից եկան մեզ արդեն սկսած հարցազրույց անել։ Բայց դիփու կանած են այնտեղ շատ ադրբեջանական գյուղի տապած ուզում են որ մեզ կոտորին։ Բայց ձերերս ոտու ես sense կապած պատի տակի նստած ասում մետր առաջ մետր կամակ։ Այս ժամանակ մեկը տեսարթե մեկը չայնիկը լցած կազգած թափեց մեջքս։ Էլ չկարողացավ ինչ անես ոչ մի բան, բայց ծեծում էին շատ։ Իրիկունը պահեցին առավոտը արդեն մի հատ գեներալ եկավ։ Գերվաբադից։ Եկավ ժողանացած ասում զալոժնեն այսպես չեն պահում։ Շուտ անջատեցին ձերները ոտերը։ Ձերներս ոտներս անջատեցին, ասում հիմա կգնանք Ժդանով։ Ժդանովից զանգեցին Ռուսաստան, Բենիկի որդուն, եւ հաղորդեցին, որ հայրն ու եղբայրը գերության մեջ են։ Առաջարկեցին Ղարաբաղում ադրբեջանցի գերի գտնել փոխանակման համար։ Գտան։ Անունը Ֆարիզ էր։ Նրան իր տուն տարավ Բենիկի հարևանը, Յուրիկը։ Լավ էլ պահում է, դուրս, շատ լավ պահում է թխել։ Բայց մինակ քշերը ախր իրան քոնինում են պարան կապում է, ձերքերը բենը կապում է, ախր վախմալի ամա դիշ երկը կնամաս սպանը ինքը լավ փախչի։ Սրներն են belə götürək. Çox yaş kimi rəftar edirdilər. 3 ay məni 3 ամիս մեզ թաքուն էին պահում։ Յուրիկ անունով մի հայ մեզ իր մոտ էր պահում։ Ինձ հետ միասին գերի ընկած տղաները 3 ամիս անց հաղորդեցին Կարմիր խաչին, որ իրենց հետ մեկն էլ կար, որին առանձնացրել են իրենցից։ Կարմիր խաչից հետաքրքրվեցին ու գտան ինձ։ Մի քանի ամիս անց ինձ հաշվառման մեջ մտցրին։ Մի անգամ գյունչում յորգորդ անգամնա, թա յորորդ անգամնա վեր կարաստի կրեստի եկալա, դե հինչում գիտում ինքը եդով են տսալա տսալ չի գյունչում, ստի ես նկարեն թասմա, ես տղան ես ճանաչում։ Ասում պաշտեղս տսալ ասմա տիրմումը։ Ինա գրանցված, պեներած, վերջ իրանցատ է շերնք տանեմ, հացնք տանեմ, պեն։ Ֆարիզի քերին Ֆամիլը Բենիկին գտավ Գոբուստանի բանտում եւ իր տուն տարավ, որպեսզի հետագայում փոխանակի Զարմիկի հետ։ Մինոր թազմա Բավախվեջանը Բենիկը դա подготовить տանոմն։ ԿԿԲ-ն մեկը հատեց Ֆամիլը։ Կամ մտնում սենյակը, իսկ դուսոնում շերես պենես հազդում կոկայս պենի։ Ես դուսում կամ էդոյին թողում դրում։ Պապային պեյալան վենա խալաճ մի հատ տան բահիսններ։ Ամ օղլո վախտը քյոնուլը։ Իմ զարմիկներից մեկն այն ժամանակ կամավոր մեկնել էր ճակատ եւ գերի ընկել։ Մի ժամանակ փորձում էինք ազատել նրան գերությունից, բայց չէր ստացվում։ Բանը հասավ նրան, որ Բենիկ անունով մի հայի մենք այստեղ բերեցինք Զարմիկիս հետ փոխանակելու համար։ Հացոտել է միասին, բայց իրիկունը ժամը 10-ից հետո, դաժ վաղտապտա չեսամը վրեմյա թիմե շարալ, իրաց տելևիզիարը պենավո, իրանց խոցնոտ, իրանց ընտանիքին, բայց ժամը 10-ից հետո կայսելել ենել իրան աղբորը տղան, ասալա մտել գարաժը, մտալամ գարաժը, չոլան կլալա, ես մաշին կորեմ էլել։ Վեց ամես ընթա 24 մեջին կացալը։ Təhlükəli bir yəni şəxs kimi saxlamamışıq. O bizlə o vaxtlar boya gelirdi. Hətta Նա մեզ հետ նույնիսկ մի անգամ հարսանիքի եկավ, մեր մեքենան վարեց։ Նույնիսկ ասում էր, որ եթե թողնենք, ապա այդ մեքենայով 2 ժամում տուն կհասնի։ Բայց դա անհնար էր, մենք չէինք կարող նրան թողնել։ Հիշում եմ, Կարմիր խաչից եկան, նամակ բերեցին նրան, նույնիսկ լուսանկարն է պահպանվել։ Bir qışı birlə yaxın qalıb. Yadımdadır, qırmızı Aypara cəmiyyəti də gəlirdi, onu əlaqə saxlayırdı. Վեց ամիս մնացալım ընդեղ։ Այդ վեց ամսան ընթացքը գիտեմ, քանի ամիս անցած Красный Крест եկալ մոտս։ Նամակը պեալամ Էդոից, համելամ տնից։ Սեղանասարկալ ֆամիլիա։ Վերբիդի դրանց հյուրասիրի, համելամ աբեդի ժամ հացոտին։ Այս ժամանակ արդեն Красный Крест-ի մեջ ֆոտոգրաֆը պերացան, որ իզ նկարին։ o işlə maraqlanıb gəlib məni orada. Ես Կարմիր խաչի միջոցով կապ էի պահում ընտանիքիս ու բարեկամներիս հետ։ Evlə yaxın qohumlarımızla Նամակագրական կապ կար հորս ու քեռուս հետ։ əlaqələrimiz olub, məktub yazmışıq. Գիտեի, որ նրանք տանը Բենիկ անունով մի հայ են պահում, որպեսզի փոխանակեն ինձ հետ։ Mənimlə dəyişmək üçün
Բայց չնայած նրանց գործադրած ջանքերին չէր ստացվում։ Քանի որ նա քաղաքացիական անձ էր, իսկ ես զինվորական էի։ Ես եկալ եմ արդեն նորից Էդիկին հետ միացալ 94 թվականի օգոստոսի 16-ին եկալ են ինձ հայտնել թասմա Ալախվեդյանը բենիկը պատգատովից նավմեն։ Մեկ էլ 17-ին իրիկունը կամա թասմա Աստրավից սնո պատգատովից։ Նրանք գերի ընկածների ցուցակում էին, իսկ դա նշանակում էր, որ աշխատանք էր տարվում նրանց ազատման ուղղությամբ։ Եվ Բենիկի կինը, Էդոյի մայրը, միշտ գալիս էր մեզ մոտ։ Դեն վաղտը մենակ ես չում կինում, սաղ Ստեփանակերտա փռնվազնեկան, հինգիդամ մարտունակա, ամենտեղակա։ Վերջը կինում նեմտում բարև։ Դեն նեմտում արդեն լեցկեմ, ակարմ չում խոս։ Սաղն գյուդում վեր սաղն, ես էլ եմ գյուդում վեր սաղն, բեն փխոլականք, արխայի մանավեր փխոլանում, շատ բարի խոսմա։ Եվ ահա մի անգամ զանգեցի Ադրբեջանի պետական հանձնաժողով եւ զուտ մարդկայնորեն խնդրեցի. եկեք ինչ-որ ձևով ուշադրություն դարձնենք այս հանգամանքի վրա։ Այնտեղից առաջարկեցին հետեւյալը. եկեք հիմա բաց թողնենք նրանցից մեկին, իսկ մյուսին ավելի ուշ բաց կթողնենք։ Եվ այնպես ստացվեց, որ ես ստիպված մոտեցա եւ ասացի. «Էլա մորաքույր, կներեք, բայց տարբերակը հետեւյալն է. կամ Բենիկը ձեր ամուսինը պիտի դուրս գա, կամ էլ ձեր որդին, ում կուզենաք, որ առաջինը բաց թողնեն»։ Ասամած մարդա, թորքն լողջին են չմնույրը։ Մեր կարասնի կրեսնել, գյուդմա կրլական չն սպանի։ Լհա տղաս բեր, տղասը մոզում։ Պայ լհա ես կյանքım տարալ, եմ մարդը կյանքա տարալ։ Եթ խոխան նշանացել է կմկին մնանդի եշիլիս։ Չի առաջ տղաս բեր։ Ծիծաղալ աստի մաշկս թակալ ասմա, տիկանեք չնիլ է, մարդին պես թող է։ Սունո отставить отцу в обмен. Հետո երկու օրից հետո նել обратно էին ասում։ Վեր отцу оставить, սունո отправить обмен։ Կամն իսպյուրում обмен։ Կարասնի կրեստի են կողմը կաղում մա, Ղարաբաղի կարասնի կրեստը։ Իսպին կողմն էլ Բաքվի կարասնի կրեստը։ Դրացավ խոսում են ֆլագդեն հանում կամ։ 500 մետր են դաղան։ Կամ վաննավ ուժը առաջ կենում դոկումենտն են տամա Բարոն տասոքի երկողից պես թողում։ Կյամով։ Աստուս բահենდა, աստուս շատ։ Ենա մինորող։ Խոսմա թայելա տոտա էդոն փոխալում, գրասնի կրեստը կեցալա բերալ արդեն, են աստղ։ Երենք կերեմ մաշին պրնում ես էդ տաղամ, իրան նշանացը, եկենում չին տաղամ էդոն բերացնդաղ։ Էդո հինչ էդո, կողկոճաղերը կուտրատած։ Սստիմ աշված մակրված, պիս։ Ձաջաբոյ այն զատե։ Ես իրան ամեն ձևի հարգում եմ, ամեն ձևի։ Նեղ տեղից մարդին հանես, դա սորի կամից, ծարայում, խոխոքս, երեք երեխա ունե, մեզ է մոտոտ կամանձա։ Աղջիկս 7-րդն ասովորում, փոքրը 3-րդ դասանում ասովորում։ Слава Богу. Իննաշնենք մայիսի 9-ին, հետամուն քարտեն էլանք 39 հոգի, գոբուստանատ տերմումը, համարա տրանս ամենա հասակավորը ես եմ ելել, Արմենիա դավաստրոյիցը։ Вёска КБшник, начальник тюрьмана, красный крест на пенча перевод книгу. Я матас на вашу массе, если чорен, или переговор, Алиевину мек Леонту Петросян говорит, хишкан Հայաստան, Ադրբեջանցիկա, քիշքան Ադրբեջանցի հայերական փոխանցումը կատարում։ Բայց самолетը կուճ ասма 8 կեղանոցա։ Давай сделаем так, первый очередь ախսակալը գնդերաջ։ Հետո ասма ջահել են կողմի, ես արդեն այդտեղ առաջում եմ։ Տուն վերադառնալով Բենիկը սկսեց փնտրել Ֆարիզին, բայց չգտավ։ Պարզվեց, որ Ֆարիզին էլ են փոխանակել։ Բենիկի վերադառնալուց մի քանի օր առաջ։ 500 հոգու։ Ավելի քան 500 հոգու մենք փոխանակեցինք։ Նկատի ունեմ ողջերին, ովքեր վերադարձան իրենց տները, իրենց ընտանիքները։
Ալբերտն իր գործի վարպետն է, եւ երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, ինձ թվաց, թե մեր համատեղ աշխատանքը չի ստացվի, քանի որ ես հասարակական աշխատանքների հետ սերտորեն կապված մարդ էի, իսկ Ալբերտն արդեն գործի բերումով հմտացել էր դրանում։ Բայց 2000 թվականի փետրվարին Թբիլիսիում կայացած մեր հանդիպման ժամանակ նա ցրեց իմ բոլոր կասկածները։ Նա ինձնից լավ գիտեր ադրբեջանցի գերիներին։ Նա ինձ փոխանցեց իմ հայրենակիցների մասին ամբողջ ինֆորմացիան եւ հավաստիացրեց, որ միշտ էլ կարող եմ նրա աջակցությունն ակնկալել, ցանկացած հարցով։ Այնպես որ համատեղ աշխատանքի ընթացքում մենք սկսեցինք իրապես վստահել միմյանց։ Եթե մարդն այնպիսի հատկանիշ ունի, ինչպիսին ազնվությունն է, նորմալ մարդ է, ուրեմն անպայման գլուխ կհանի, եթե նա իսկապես կարգին մարդ է։ Իսկ ավազն այդպես էլ դրսևորեց իրեն։ Նա շատ լավ, հիանալի իրավապաշտպան է։ Միևնույն ժամանակ այդ աշխատանքը նրա համար միանգամայն նոր էր։ Նա երբեք այդ հարցերով չէր զբաղվել։ 1999-ին Ագիլը ադրբեջանական բանակի զինվոր էր։ Հայերի հետ ընդհարման ժամանակ նա ծանր վիրավորվել էր եւ ուշագնաց վիճակում գերի ընկել։ Ես չէի հավատում, որ վիրավորվել եմ։ Մարմնից վրա փնտրում էի վերքի տեղը, որպեսզի երբ արյունը հոսի, ձեռքով կամ վիրակապով փակեմ։ Փնտրեցի, բայց չգտա վերքը։ Հետո սակայն նկատեցի, որ երբ վերքս էի փնտրում, ձեռքիս մատներն արյունոտվել էին։ Ներսից ողնաշարս էր վնասված։ Սկսեցի մեջքս զգալ։ Հետո տեսա, որ այս կողմից էլ եմ ցավ զգում։ Շնչում եմ, բայց ահա արտաշնչել չեմ կարողանում։ Մտածեցի, որ հավանաբար արյունահոսություն է։ Դրա համար էլ գնալով վատանում էի։ Այն զգացողությունն ունեի, որ մահանում եմ։ Մերթընդմերթ խփում էի ձեռքիս։ Զգում էի, որ մարմինս կարծես թե անզգայացել է, սառել։ Հետո անջատվեցի ու ոչինչ չեմ հիշում։ Ուշքի եկա, տեսնեմ, որ հիվանդասենյակի նման մի տեղ եմ։ Կողքիս էլ նստած է ինքնաձիգով մեկը, բայց ոչ մեր համազգեստով։ Ես ջուր խնդրեցի, իսկ նա ռուսերեն պատասխանեց, որ ինձ ջուր չի կարելի։ Մտածեցի, որ երևի մահացել ու դժոխք եմ ընկել, եւ որ դա իմ պատիժն է։ Զարթնեցի, տեսնեմ ճերմակ խալաթով բժիշկը խփում է դեմքիս։ Տեսնում էի, թե ինչպես են նրա շրթունքները շարժվում, բայց ոչինչ չէի լսում։ Հետո աստիճանաբար նրա ձայնը հասավ ինձ։ Տեսա, որ նա ադրբեջաներեն չի խոսում։ Հասկացա, որ իրոք հայ է։ Իսկ շուրջը լրագրողներ էին, տեսախցիկներ եւ այլն։ Փակեցի աչքերս եւ մտածեցի, վերջ, գերի եմ ընկել։ Ավելի լավ է մեռնեի։ Աստված գիտի, թե ինձ հետ ինչ է լինելու այստեղ։ Հիշում եմ, որ Ագիլը շատ ծանր էր վիրավորված, շատ։ Փաստորեն, երբ գերի էր ընկել, արդեն իսկ ուշագնաց էր։ Մանրամասները չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ծանր վիրավոր էր։ Մենք վիրաբույժներս մարդկանց հիշում ենք նրանց վերքերով։ Դեմքերը դժվար է մտաբերել։ Որքան ջրեր են հոսել դրանից հետո, որքան մարդիկ ենք տեսել պատերազմի ժամանակ, եւ մերոնց եւ նրանց, այնպես որ Սկզբում առաջին մի քանի օրերին ապրել չէի ուզում, քանի որ մեկը գալիս դեմքիս էր խփում, մյուսը բռունցքով։ Միայն մեկ շաբաթ անց ձեռքերիս արյունը մաքրեցին։ Այնտեղ մի հավաքահարուհի կար, կարծես թե քաղաքացիական հագուստով։ Նա եկավ եւ լվաց ձեռքերս։ Մի ֆելչեր կար այնտեղ։ Նա 1-1.5 մետրանոց վիրակապ էր վերցնում, վերքից մեջ խրում ու ասում. «Ցավում է թուրք, հետո ավելի վատ է լինելու, սրանք դեռ ծաղիկներն են»։ Կային բժիշկներ, ովքեր պարզապես իրենց գործն էին անում, բուժզնման էին ենթարկում։ Կային նաև այնպիսիներ, ովքեր ասում էին ինչ է թուրք, այստեղ բուժվել ես ուզում։ Այսինքն ոմանք վատ էին վերաբերվում, ոմանք էլ նորմալ, որպես բժիշկ էին վերաբերվում։ Մի կին կար այնտեղ, հավաքարար էր։ Միշտ գալիս էր, պահարանն ու պատուհաններն էր սրբում, հարցնում էր որպիսությունս։ Մի անգամ այդ ռուս կնոջ հերթափոխն էր։ Նա վիրակապի մեջ սպիտակ գույնի ինչ-որ մածուկ բերեց ու 2 խնձոր։
Երբեք չեմ մոռանա։ Զինվորները դրսում կանգնած էին։ Նա մածուկն ինձ տվեց ու ասաց. «Դիր վերքիդ վրա, ցինկակսուկ է, կբուժի վերքդ կլավանաս»։ Ալբերտն էլ է եղել։ Եկավ հոսպիտալ եւ ասաց. «Մի մտահոգվիր, դու մեզ պետք չես։ Դու այստեղ չես մնա։ Մենք քեզ կփոխանակենք»։ Բայց հավատս չէր գալիս։ Ես ոչ ոքի չէի հավատում։ Հայաստանում մենք հանդիպում էինք ադրբեջանցիների հետ Հայաստանի ազգային անվտանգության նախարարության մեկուսարանում։ Մենք Ալբերտ Ոսկանյանի հետ էինք գնում այդ հանդիպումներին։ Նա հիանալի խոսում է ադրբեջաներեն։ Եվ մեկուսարանում ադրբեջանցիների հետ հանդիպումների ժամանակ մերոնք չէին հավատում, որ իրենց բանտախուցը ադրբեջանցի է մտել։ Ու երբ ես ասում էի, որ Ալբերտ Ոսկանյանը հայ է, որ հիանալի տիրապետում է ադրբեջաներենին, իսկ ես էլ ադրբեջանցի եմ, նրանք միևնույն է չէին հավատում։ Մի օր դուռը բացվեց, ասացին իրեր հետ հավաքիր ու դուրս եկ միջանցք։ Դուրս եկա, ստուգեցին ամեն ինչ։ Ես նրանց խնդրեցի թույլ տալ Ղուրանը հետս վերցնել։ Ասացի, որ Ղուրանը չեմ թողնի այստեղ։ Նրանք թերթեցին էջերը, տեսան, որ ոչ մի բան ներսում չկա եւ թույլատրեցին։ Ես այն դրեցի ծոցումս, ապա աչքերս փակ ինձ տարան։ Բացում եմ աչքերս ու տեսնում, որ արդեն դիրքերում եմ, ռազմաճակատում։ Իրար հետ ռացիայով խոսեցին, տեսա, որ իրենց կողմից մի քանի հայ եւ այն կողմից էլ մարդիկ են գալիս։ Եկան, հանդիպեցին իրար, տեղի ունեցավ փոխանակում։ Հետո ինձ նստեցրին ուազի մեջ։ Ամբողջ ճանապարհին տեսնում էի խանութների ցուցանակներ, մարդկանց, որ ազատ քայլում էին։ Չհամբերեցի, ասացի կանգնեցրեք մեքենան։ Հարցրի, թե որտեղ ենք գտնվում։ Ասացին Բարդայում։ Հարցրի, միթե ինձ փոխանակել են։ Ես դուրս եկա մեքենայից, գիշեր էր, միևնույն է ոչ ոք չէր տեսնում, թե տեսքս ինչպիսին է։ Մազերս երկարած, մարդ չէր հասկանա, հրեշ է, թե ինչ է։ Նորից նայեցի այդ խանութներին, մարդկանց, ապա վարորդին հարցրի, անունը Խավեր էր։ Ասում եմ Խավեր, այլևս ինձ չեն ծեծելու, անցնող մարդիկ ինձ ձեռք չեն տա։ Ասաց, չէ, տղա, 2 ժամից դու տանն ես լինելու, երդվում եմ։ Խոր շունչ քաշեցի, ուզում էի կռանալ ու հողը համբուրել։ Աստված վկա, այնպես էի ուրախացել։ Ասացի, դե ուրեմն ժամանակ մի կորցրու, քշիր, գնացինք։ Ագիլը վերջին ռազմագերին էր, ում Ալբերտը օգնեց ազատվել։ Տուն դառնալով Ագիլը հանդիպեց ավազին, որը նրան օգնեց վերականգնվել։ Ներկայումս Ագիլը աշխատում է քաղաքապետարանում։ Ագիլը ծանր էր վիրավորվել, եւ նրա վերքը դեռ չէր բուժվել։ Երբ առաջին անգամ տեսա նրան, նույնիսկ չհավատացի, որ նա այն նույն մարդն է, որի տառապանքների մասին այնքան շատ էի կարդացել մեր հաշվետվություններում։ Նա միանգամայն այլ կենսուրախ մարդ էր, եւ ոչ մի բառ չէր ասում իր տառապանքների մասին։ Չնայած այդ բոլոր տառապանքներին, նա իր մեջ ուժ գտավ նորից մերվելու հանրությանը։ Նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ իր թեկնածությունն առաջադրեց։ Մենք այդ ընտրարշավում օգնում էինք նրան ինչով կարող էինք։ Հրավիրեցինք 10-օրյա համակարգչային դասընթացի, հոգեբանների ներգրավեցինք, մեկ այլ կրթական դասընթացի տարանք։ Եվ ես տեսնում էի, թե այդ մարդու մեջ որքան եռանդ, բարոյական դիմացկունություն կա։ Կարող եմ նույնիսկ ասել, որ նա մեզ ոգեշնչեց ավելի գործուն աշխատանք տանել նախկին ռազմագերիների հետ։ Այն բանից հետո, երբ ես ներգրավվեցի մեր աշխատանքային խմբում, մեր գործունեության բնույթն աստիճանաբար փոխվեց, ձեռք բերելով նոր բովանդակություն։ Մեր բառապաշարում նոր բառ հայտնվեց՝ խաղաղարարություն, քանի որ մենք սկսեցինք հանդես գալ նաև որպես խաղաղության պատվիրակներ մի ժամանակաշրջանում, երբ կողմերի միջև փաստորեն ոչ մի կապ գոյություն չուներ։ Ինքնին մեր այցելությունները, մեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումները իրականում հենց խաղաղարարություն էին։
Ես Լեռնային Ղարաբաղի այնպիսի գյուղերում եմ եղել, որտեղ պատերազմի սկզբից ի վեր կենդանի ադրբեջանցի ոտք չի դրել։ Ադրբեջանցու հայտնվելն այնտեղ հիշվեց եւ դա արդեն իսկ արդյունք էր։ Իսկ որպեսզի մեր գործունեության մեջ խաղաղարարության բաղկացուցիչն ավելի նկատելի դառնա, մենք պիտի հանդիպենք ավելի շատ մարդկանց, հանրության ներկայացուցիչների հետ։ Մարդիկ պիտի հասկանան, որ այս, ինչպես եւ մյուս պատերազմներում, հաղթողներ չեն լինում։ Ես միշտ ասում եմ, կշեռքի մի նժարին դրեք մեր հաղթանակը, իսկ մյուս նժարին մեր կորուստները։ Մարդիկ պիտի հասկանան, որ բոլոր կողմերն էլ պարտվել են, եւ որ այնտեղ գազաններ չեն ապրում, որ այստեղ գազաններ չեն ապրում, եւ որ այստեղ ու այնտեղ նույն խնդիրներն են։ 2 թե 3 անգամ եղել եմ Ադրբեջանում, շփվել եմ մարդկանց հետ, հասարակ ադրբեջանցիների հետ տարբեր քաղաքներում, այդ թվում Բաքվում։ Ես այնտեղ նույնպիսի հրատապ հարցեր էի տեսնում, ինչպես եւ մեզ մոտ։ Բաքու կատարած այցերից մեկի ժամանակ Ալբերտը գնաց այն բակը, որտեղ ծնվել ու մեծացել էր։ Այդ այցի ժամանակ նրան ուղեկցում էր ավազը։ Երբ մենք մտանք այդ բակը, Ալբերտը շատ հուզվեց, տեսնելով այն, ինչ նա կորցրել էր ու նորից գտել 100 տարի անց։ Հետաքրքիր էր այն, որ հարևաններից ոչ ոք այդպես էլ չհարցրեց, թե նա ինչպես է հայտնվել այստեղ։ Նա նույնիսկ հարևաններից մեկին իր հետ բերած հայկական կոնյակ նվիրեց, ասելով. «Ընդունեք բարևներ Զավենից»։ Պատահեց այնպես, որ այդ աղջնակը մեր տեսադաշտում հայտնվեց այն ժամանակ, երբ նա ընդամենը 3 տարեկան էր։ Այսինքն մի ամբողջ տարի եւ 8 ամիս նա մեր տեսադաշտից դուրս էր։ Այստեղ մեզ մոտ էլ մի աղջնակ կար, որբ էր։ Նրան պահում էր հարազատ մորաքույրը։ Կարծեմ մի տարեկան էլ դեռ չկար։ Եվ ահա մենք որոշեցինք այդ աղջնակին, նույնիսկ անհարմար է ասել, բայց դե ժամանակն էր այդպիսին։ Մի խոսքով որոշեցինք այդ աղջնակին փոխանակել։ Դե քանի որ աղջնակին մորաքույրն էր պահում, որոշեցինք նրան ազատել մորաքրոջ հետ։ Դե կանչեցի այնտեղի մեր այդ աղջնակի մորը եւ ասացի, որ վաղը գնում ենք տեսության, ստուգելու համար, քանի որ վստահ չէինք, որ նա հենց իր երեխան է։ Հարցնում եմ, կարող եք մեզ հետ գալ եւ ճանաչել նրան։ Ասաց Ալբերտ, ես իհարկե կգամ, բայց վստահ չեմ, որ կճանաչեմ։ Ասում եմ, ինչպես կարող եք չճանաչել, չէ՞ որ ձեր դուստրն է։ Նա էլ թե ես նրա դեմքը հիշում եմ, բայց աղոտ, ախր շատ փոքր էր։ Ասում եմ, լավ, բայց մարմնի վրա չկան ինչ-որ նշաններ, հետքեր, ասենք կույրաղիքից եւ այլն։ Ասում է, չէ, չկան, բայց գլխին 2 խուճուճ մազաթումբ կա, միայն դա։ Դե գնացինք, սկզբում նրանց կողմից մեկը դուրս եկավ։ Դա Նիզամի Բահմանովն էր։ Դուրս եկավ, խոսեցինք, բարև, ինչ կա, չկա, քննարկեցինք ամեն ինչ։ Մոտեցա մեր երեխային, նայում եմ, ոնց որ թե մորը նման է։ Երբ Նիզամին տեսավ մեր հայ կնոջը, այդ աղջնակի մորը, ասաց իսկ եւ իսկ պատճենն է։ Մենք էլ ուշադիր նայեցինք, իրոք իրար շատ են նման։ Ես բացում եմ մանկան գլխաշորը, նայում, իսկ այնտեղ 2 խուճուճներ են։ Դե վերջապես եկավ այն պահը, երբ աղջնակին պիտի վերցնեինք ադրբեջանուհի դայակի ձեռքից։ Բայց երեխան չի գալիս։ Ասում է ադրբեջաներեն յոխ, ոչ։ Ասում եմ լսիր ինձ, ինչ յոխ, ինչ բան, ահա քո մայրիկը, գնացինք, վերջ։ Չէ, չի ստացվում։ Երեխան սկսեց լացել։ Եվ ահա այդ ժամանակ մեր տարած ադրբեջանցի երեխան, որ մորաքրոջ հետ էր, տեսնելով, որ աղջնակը լացում է, ինքն էլ սկսեց լացել։ 2 մամաշաներն էլ սկսեցին լացել։ Մի խոսքով լաց, վայնասում։ Նայում եմ, Նիզամին էլ իրեն լավ չի զգում։ Ես էլ էի ինձ վատ զգում։ Մեր տղերքի թիկնապահների աչքերն էլ խոնավացան։ Ահա այդպիսի վիճակ էր։ 2 կողմից էլ նայում եւ անիծում էինք պատերազմը։ Ում էր սա պետք։ Դե երեխաներ են, չեն հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ է պատահել։ Կոպիտ ասած, մեծ քեռիները նրանց նեղացրել են, հասկանում եք։ Մեկը հայր չունի, մյուսը բոլորովին որբ է, ուղղակի ահավոր էր։